Ստեղծելով ապագա հիմնադրամը Էդուարդ Մարությանը եւ Արայք Կարապետյանը ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ զինհաշմանդամներին։ Ինչը ձեռքբերումներ են ունեցել այս ընթացքում եւ ապագայում ինչ նախաձեռնություններով են հանդես գալու, ապագա հիմնադրամը ներկայացրել է հունիսի 19-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Մեր միջոցառումը կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագրի ամփոփումը չէ այսօր միայն, այլ նաեւ ապացույց, որ մեր երիտասարդները կարիք ունեն ոչ միայն ստանալու գիտելիք, այլ նաեւ անցնելու այն ուղին, որը կտանի նրանց դեպի պրակտիկ փորձ, ինքնավստահություն եւ մասնագիտական կայացում։ Հիմնադրամի հիմնական նպատակն է մշակել այնպիսի ռազմավարություն, որ կփոխի հարյուրավոր մարդկանց ճակատագրեր, կնպաստի Հայաստանում սոցիալ-տնտեսական ոլորտի կայուն զարգացմանն ու առողջ հասարակության կերտմանը։ Իսկ թե ինչ նկատի ունեն կրթությունից աշխատանք մեկ քայլ ասելով, ներկայացնում է հիմնադրամի տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ ի նկատի ունենք աջակցել ուսանողներին ձեռք բերել մասնագիտական զբաղվածություն, մասնագիտական փորձ եւ պրակտիկա, ինչպես նաեւ աջակցում ենք ուսման վճարի փոխհատուցում։ Այսինքն ամբողջությամբ փաթեթ ենք տրամադրում մեր ուսանողներին, ովքեր որ ունեն իրենց արդեն հստակ կողմնորոշված մասնագիտությունը եւ թույլ չենք տալիս, որ գնան այլ մասնագիտությամբ աշխատեն իրենց վարձավճարը փոխհատուցելու համար։ Ապագա բարեգործական հիմնադրամն է իրականացնում ֆինանսավորումը, սակայն մենք ունենք գործընկեր կազմակերպություններ, ովքեր հովանավորում են մեզ իրականացնելու այս ծրագիրը։ Քանի ուսանող եք ունեցել։ Այս պահի դրությամբ մենք քանի որ պիլոտային 2 տարի առաջ ենք սկսել ծրագիրը, արդեն իսկ 40 ուսանող ունենք, ովքեր ընդգրկվել են ծրագիր եւ այսօր ունեն հիմնական աշխատանք, այս տարի պատրաստ ենք աջակցել 70-ից ավել ուսանողների։ Աշխատում ենք տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ, այդ թվում նաև պետական կառույցների հետ, մոտ 15 կազմակերպություն ներգրավված է եւ պետական եւ մասնավոր այս ծրագրում, պատրաստ են աջակցել մեզ, ընդունել ուսանողներին որպես պրակտիկա, տալ գիտելիք փորձ եւ ավելի քան 30 մասնագիտական ուղղությունով կարող ենք այս տարի ուսանողներին ընդգրկել։ Որքան ուսանող է դիմել։ Այս տարի դիմել են 300 ուսանող։ Իսկ արցախցիներ են թե Տարբեր եւ եթե մենք ունենում ենք մենք քանի որ մրցութային է, հա, մեր ուսանողներին այդ անցկացնել, այսինքն անցնում են առաջին փուլը, դա միջին որակական գնահատման չափանիշներով են, հետո թեստավորում ենք անցկացնում, հետո հարցազրույց։ Այս ընթացքում եթե ունենում ենք Արցախից տեղահանված ուսանողներ կամ դժվար իրավիճակում հայտնված ուսանողներ, ունենք հստակ չափորոշիչներ, որ մրցույթից դուրս իրենք են անցնում։ Ինչպես եք ընտրում այդ ուսանողներին, այդ չափորոշիչները որոնք են, արդյոք ֆինանսական եք հաշվի առնում, ինչն եք հաշվի։ Սկզբնական շրջանում հաշվի ենք առնում այն հաստիկը, որի կարիքը ունեն կազմակերպությունները եւ ըստ այդ հաստիկի տալիս ենք հայտարարություն, որ այս մասնագետների կարիք ունենք, որից հետո մենք փորձում ենք միջին որակական գնահատման չափորոշիչներով վերցնել տեղեկանքներ համալսարաններից, դա առաջին փուլն է։ Երկրորդ փուլը տալիս են թեստավորում, անգլերեն տրամաբանություն եւ աշխատանքային մոտիվացիա։ Բոլորովին նոր թեստ է, որը հնարավորություն է տալիս հասկանալ արդյոք ուսանողով ընտրել այդ մասնագիտությունը ցանկանում է հենց այդ մասնագիտությամբ աշխատել, ունի այդ հմտություններն ու գիտելիքները, թե ոչ։ Այն ինչ որ փորձի առումով, հա, ինչ որ ստանում է համալսարանում, դա տալիս է մեզ մոգը։ Եթե փոքրիշ տիրապետում է անգլերենին, ունի որոշ տրամաբանություն, ապա անցնում է երկրորդ փուլը, որից հետո արդեն հարցազրույցն է։ Հարցազրույցը իրականացվում է խմբային հարցազրույցների միջոցներով, այսինքն փորձում ենք տալ հստակ դեպքեր, որտեղ մենք փորձում ենք հասկանալ ինչպես են իրենց դրսևորում ուսանողները, որից հետո ապահովում ենք իրենց մասնագիտական պրակտիկան 3 ամի ժամանակահատվածում մեր գործընկեր կազմակերպություններում։ Ովքեր են այստեղ, ինչ միջոցառում է տեղի ունենալու։ Այսօր կրթությունից աշխատանք մեկ քայլ երկրորդ ծրագրի ամփոփումն է, այսինքն մենք ճանապարհում ենք մեր 30 արդեն ծրագիր ընդգրկված ուսանողներին եւ դիմավորում նորերին։ Այս տարի ավելի շատ են միացել մեզ գործընկեր կազմակերպություններ, այստեղ ներկա են բիզնես գործընկեր կազմակերպություններից, մասնավոր հատված, պետական կառույցներից անցյալ տարի միացել էր ֆինանսների նախարարությունը, այս տարի նաև աշխատանքի եւ սոցհարցերով զբաղվող նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը եւ կրթության եւ գիտության նախարարությունը աջակցում է ամբողջովին այս ինֆորմացիայի տարածումը բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ներկա են նաև բուհերից, կարիերայի կենտրոններից եւ տարբեր սոցիալական եւ կրթական ինստիտուտների վարչություններից, ինչպես նաև ներկա են մեր հյուրերը, այսինքն ներկա, նախկին եւ ապագա ուսանողները, որովհետեւ 2 տարի առաջ հենց պիլոտային ծրագիր սկսեցինք եւ 10 ուսանող այսօր մեր գործընկերներն են։
կամպուսը Հայաստանում առաջին ուսանողական էկոհամակարգն է, որը նպատակ ունի նպաստելու ուսանողների կարիերայի, ակադեմիկ եւ արտադասարանական կյանքին։ Մենք համագործակցում ենք ապագա հիմնադրամի հետ կրթությունից աշխատանք մեկ քայլ նախագծի շրջանակներում, որպեսզի օգնենք ընդգրկել ավելի շատ ուսանողներ, ավելի շատ համալսարաններից եւ տալ իրենց ավելի շատ հնարավորություններ։ Ինձ թվում է մենք նկատում ենք մեկ ակնհայտ խնդիր, դա այն է, որ ուսանողների ներուժը չի արտահայտվում մեր աշխատաշուկայում եւ գործատները չեն գնահատում ուսանողների իրական պոտենցիալը։ Հենց այդ պատճառով էլ մենք ձեռնարկում ենք այսպիսի նախագծեր։ Ինձ թվում է եւ մեր եւ ապագայի կողմից մենք ունենք մեկ մեծ տեսլական, դա այն է, որ ապագայում այսպիսի ծրագրերը դառնան ոչ թե հաճելի բացառություն, այլ կանոնավոր ստանդարտ։ Շատ գործատուներ ուսանողներին աշխատանքի չեն ընդունում միայն այն բանի համար, որ նրանք չունեն աշխատանքային փորձ։ Ինչպես կոտրել այս կարծրատիպը եւ հնարավորություն տալ ուսանողին աշխատել եւ գումար վաստակել։ Ինձ թվում է այս հարցը հենց շեշտադրում է այսպիսի ծրագրերի կարևորությունը։ Ինչքան շատ լինեն այսպիսի ծրագրեր եւ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են կամպուսը, ուսանողներին ավելի շատ հիմնադրամներ կօգնեն ձեռք բերել այդ ունակությունները եւ գիտելիքը շատ վաղ տարիքից եւ այս ամենը արդեն տեսանելի կդառնա գործատուներին եւ ապագայում հուսով եմ, որ ուսանողների աշխատանքը առաջին, երկրորդ, երրորդ եւ անգամ ավագ դպրոցում կդառնա հասարակ բան։